Ճիշտ ասած, բոլոր գործընթացները եւ հետևանքները եւ մեր սպասումները բնական են։ Այսինքն, եթե ցանում ես ատելություն, չես կարող հնձել սեր կամ խաղաղություն։ Ցանում ես ատելություն, հնձելու ես ատելություն, ցանում ես քամի, հնձելու ես փոթորիկ։ Այնպես որ բնական է, որ այսպես պետք է լինի, բայց ուղղակի կարող ենք արձանագրել, որ այսօր բոլոր դեպքերում մարդիկ շատ են, ես այս իշխանությունների ցավոք, ոնց ասեմ, քարոզչությունը պետք է հակառակին տաներ, բայց մեր ժողովուրդը, մեր հանրությունը կարծես համաձայն չի իշխանության քարոզության հետ, որովհետև մենք լավ գիտենք, որ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր եւ խաղաղ մեթոդներից մեկը դա դատապարտումն է։ Չի կարելի չդատապարտել ցեղասպանություն իրականացնողին, որովհետև եթե չես դատապարտում, դա կրկնելու վտանգը մեծանում է։ Իսկ Թուրքիան չի ընդունում ցեղասպանության փաստը, ներողություն չի խնդրում, բնականաբար այդ պետությանը մենք չենք կարող չկոչել բարեկամ պետություն կամ հարևան պետություն։ Պարոն Զոհրաբյան, ցեղասպանության փաստը դատապարտելը դա ուղիղ չեմ հիշում Փաշինյանի կողմից այսօր ինչ-որ բան ուղերձ տարածել էր, բայց փոխարենը շատ տարածվեց իր դատապարտումը դրոշը այրելու վերաբերյալ, ասաց, որ ինքը դատապարտում է, խոսնակն էր ասել, որ Փաշինյանը դատապարտում է որևէ այլ պետության դրոշը այրելը Հայաստանի ներսում։ Ընդ որում 99 թվականից այրում են, հա? Հա, սադրանք է որակել։ Տեսեք, կրակում են Խոզնավարի վրա կամ չգիտեմ տների Սյունիքի մարզում դրանից։ Դրոշը այրելը դա բողոքի նշան է։ Այսինքն իհարկե, եթե ճիշտը խոսենք, դա անկարողության նշան է նաև։ Այսինքն մենք այլ կերպ չենք կարողանում արդարադատությանը հասնել եւ կարծես հուսահատ ինչ-որ քայլեր ենք անում, բայց դա նաև ցույց է տրվում, որ մենք չենք մոռացել եւ այո, ձեր պետական քաղաքականության հետ համաձայն չենք։ Ես դա դիտարկում եմ որպես բողոքի քայլ, ընդ որում այդ բողոքի քայլը միշտ է եղել, ամեն տարի մենք լավ գիտենք, որ հենց այդ դրոշները այրվել են եւ չեմ կարծում, որ հիմա դա է խրախուսելու կամ այսպես ասեմ, խթանելու որևէ ագրեսիվ գործողություն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից։ Մենք լավ գիտենք, որ այսօրվա իշխանության քաղաքականությունը տանում է պատերազմի, դա պարզ երևում է, հետագայում թող իրենք որևէ մեկի վրա այդ մեղքը չբարթեն։ Իրականում տանում են իրենք պատերազմի։ Մինչև հիմա մեր այս օրերի գործողությունները ժողովրդի իշխանությունների ուղղված են եղել կարծես չի հաստատ դրսի լսարանին, այսօր նաև ներսի լսարանին, մոլորության մեջ եղող մարդկանց, չգիտեմ ինչ դարձի բերելու ուղղված, արձանագրում եք, որ իսկապես մարդիկ շատ են, թվում էր ավելի քիչ պիտի լինեն, բայց էլ ինչ ունենք, ներքին լսարանին ուղղված, իշխանություններին ուղղված, ինչ պիտի անենք, ինչ կարող ենք անել, ինչ չպիտի անենք։ Տեսեք, որևէ պետությանը ազգին հաղթելու համար նախ եւ առաջ պետք է դու հաղթես իրեն ներսից։ Պետք է իրեն ընկճես, իր կամքը ընկճես։ Դա պարզ է։ Այսօր տեսեք, հակա արցախյան այս տրամադրություններ ստեղծելը, թշնամասիրության այս քարոզչությունը, ընդ որում այն թշնամու, որը որ ինքը չի զղջաց իր արարքի համար։ Չի ասել, գիտեք ինչ, ցեղասպանություն եմ իրականացրել, ներողություն, մենք էլ ասենք, չէ, պետք է քրիստոնեաբար ներենք մեր թշնամուն, բայց թշնամին չի ընդունում այդ փաստը։ Հիմա այս պայմաններում այս քարոզչությունը բնականաբար ներսից ջարդում է ազգին եւ թշնամու համար, այսպես ասեմ, գայթակղիչ հարձակման թիրախ դարձնում։ Ցավալ է, բայց այս իրողությունները ասում եմ, տանելու են պատերազմին, որովհետեւ պարզ ճշմարտություն կա։ Եթե խաղաղության ես գնում նվաստացման գնով, ստանում ես եւ նվաստացում եւ պատերազմ։